Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի ավագ քննիչ Նարեկ Պետրոսյանը միջնորդություն է ներկայացրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քրեական դատարան, որպեսզի դատարանը որպես խափանման միջոց երկամսյա կալանքի որոշում կայացնի 29-ամյա Գոհար Մանուկյանի նկատմամբ, ով Նարեկ Պետրոսյանի որոշմամբ ձերբակալվել էր դեկտեմբերի 5-ին Երևանի Պրոշյան փողոցում 7 ավտոմեքենաների մասնակցությամբ տեղի ունեցած ողբերգական ավտովթարի փաստով։ Դատավոր Արմինե Մելիքսեթյանը դռնփակ դատական նիստն անցկացնելով եւ խորհրդակցական սենյակից վերադառնալով որոշում է կայացրել մերժել քննիչի միջնորդությունը, սակայն Գոհար Մանուկյանի նկատմամբ կիրառվել է գրավ 10 միլիոն դրամի չափով եւ տնային կալանք։ Գոհար Մանուկյանը ձերբակալվել էր դեկտեմբերի 5-ին Երևանի Պրոշյան փողոցում Տեսլա Մակնիշի ավտոմեքենայով ողբերգական ավտովթարին մասնակցություն ունենալու համար։ Նա եղել էր ոչ սթափ եւ չէր ունեցել հայկական վարորդական վկայական։ Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի տեղեկություններով Մանուկյանը տեղափոխվել էր ձերբակալվածների պահման վայր։